Փաստաչափի եթերում ծանոթացեք անցնող շաբաթվա կեղծ լուրերին։ Բարև ձեզ, ես Նանե Մանեսյանն եմ։ Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Հայաստանն ու Ադրբեջանը ավարտել են խաղաղության և հարաբերությունների հաստատման մասին փաստաթղթի բովանդակության շուրջ բանակցությունները, Ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը սկսեց պնդել, որ այդ փաստաթուղթը համաձայնագիր է և ոչ թե պայմանագիր, ինչը նվազեցնում է դրա գործնական և իրավաբանական նշանակությունը։ Մասնավորապես, ըստ Քոչարյանի, պայմանագիրը իրավաբանորեն պարտադիր փաստաթուղթ է և ստեղծում է կոնկրետ պարտավորություններ կողմերի համար՝ ի տարբերություն համաձայնագրի։ Փաստերի ստուգման հարթակը ուսումնասիրել է միջազգային իրավունքը և ներպետական օրենսդրությունը ու պարզել, որ թե Վիեննայի 1969 թվականի միջազգային պայմանագրերի մասին կոնվենցիայով և թե միջազգային պայմանագրերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով էական չէ փաստաթղթի անվանումը, այսինքն անկախ նրանից փաստաթղթի վերնագրի մեջ գրված կլինի պայմանագիր թե համաձայնագիր, փաստաթուղթը ունի պայմանագրի կարգավիճակ, եթե այն իրապես համապատասխանում է օրենքով սահմանված նկարագրությանը։ Մարտի 24-ին ֆրանս-գերմանական Arte հեռուստաընկերության եթերում հեռարձակվող 28 րոպե հաղորդմանը Թուրքիայում տեղի ունեցող բողոքի ցույցերի թեմայով քննարկմանը ցուցադրվել է Հարավային Կովկասի քարտեզը առանց Հայաստանի։ Սա մեծ բողոք է առաջացրել սոցիալական մեդիայի հայաստանյան տիրույթում։ Փաստերի ստուգման հարթակի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ հեռուստաընկերությունը ավելի ուշ հասկացել է իր վրիպակը և արդեն YouTube-յան էջում վերբեռնել է հաղորդումը նոր քարտեզով, սակայն այդ հաղորդումը հասանելի է միայն Ֆրանսիայի սահմաններում, երբ փորձում ենք դա բացել Հայաստանում, YouTube-ը տեղեկացնում է, որ մեր երկրի համար այն անհասանելի է։ Ֆրանսիայից VPN-ին տրամադրել են հաղորդման ընթացքում ցուցադրված քարտեզի արտապատկերը, որում արդեն Հայաստանը ներկայացված է իր սահմաններով։ Միևնույն ժամանակ մարտի 25-ին 28 րոպե հաղորդման հաղորդավարը հեռուստադիտողներից և մասնավորապես հայերից ներողություն է խնդրել վրիպակի համար։ Այսօրվա համար այսքանը։ Շարունակեք հետևել մեզ սոցիալական ցանցերում, հղումները գտեք մեկնաբանությունում։ Կհանդիպենք։ Thank you.